Դուք պայքարում եք ամեն օրվա ռեժիմով, ես հիշում եմ այն Azeri Child Project-ը։ Օդոց չխոսանք, որ փաստերով ասեմ ինչ կարելի էր անել։ Կառավարությունը ասում է, որ մի հրահարեք, եկեք հանենք Արարատը մեր զինանշանից, եկեք ընդհանրապես Արցախ բառը չօգտագործենք։ Եթե ընտրելու իրավունք ունեցող 70-80%-ը գնաց ընտրության, այդտեղ արդեն ընտրակեղծի կանոնն էլա բարդան։ Իշխանապողությունը սատարում էին համարյա բնակչության 90%-ը, քանի որ այդ տարբեր պատճառներ, լճացում եւ այլն եւ այլն։ Ամբողջ ելույթների 90% ու ավելը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին էր։ Կասկած չէր ներշնչում ձեր մեջ, որ դուք մինչև այդ չգիտեիք, որ ինքը եկել է հանձնի Արցախը։ Ողջույն Տաթևիկ ջան, հարցը դարձել է, կարելի ասել, ծամած ծամոնի նման, ոմանց ատամների մեջ է մնում, ոմանց ջղայնացնում է, իսկ ոմանց համար արդիական խնդիր է։ Խոսքը գնում է տես կոչվող 300 ոչ թե սպարտանցիների մասին, այլ 300,000 ադրբեջանցիների մասին, ումով մի թևը վախացնում է բնակչությանը, մյուս թևը ասում է, որ դա ակնհայտ սուտ է։ Կարանք մենք հասկանանք, արդյոք դա սուտ է, արդյոք կան թե չկան այդ 300,000 ադրբեջանցիները եւ արդյոք կան պլաններ, որ իրենք պետքա բնակեցվեն Հայաստանում եւ երբ եւ ոնց։ Շնորհակալ եմ առհասարակ այս թեմային անդրադառնալու համար, իրականում սա ինձ որպես մասնագետ երևի ամենից շատ անհանգստացնող թեմաներից մեկն է։ Մեզ ունկնդրողների համար ասեմ, որ այս թեման առհասարակ շրջանառության մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, կարող են գնալ այդ ժամանակվա Ալիևի ելույթը բացել, որտեղ ելույթում բառացի ասվում է Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում, Հայաստանը մեր հողն է։ Եվ մինչև ինչ որ թվեր քննարկել, եկեք հասկանանք այդ կոնցեպտի հիմքում ինչա դրված։ Ալիևը չի կանգնել ասել, գիտեք, խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, ասենք ասի X թվով։ Մենք բացենք 89 թվականի մարտահամարի տվյալները, ասենք հա, մոտավոր 84,000 ադրբեջանցի ապրել, հետո էլ բացենք տեսնենք, որ նույն մարտահամարի տվյալներով խորհրդային Ադրբեջանում ներառյալ այն ժամանակվա լղիմը 390,000-ից ավել հայ ապրել։ Խոսքը սրա մասին չի։ Բաքու, Սումգայի, Կիրովը, այո, եւ լղիմ ողջ տարածք եւ դրան գումարած Բաքու, Սումգայիթ եւ այլ։ Ես կարող եմ թվերը հատ-հատ նշել, էլի 89-ի մարտահամարի տվյալներում կա։ Խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց կանգնում է նախագահը ու ասում է, գիտեք, քանի որ այս Ղարաբաղի թեման փակվեց, մենք մի հատ նոր թեմա ենք բացում։ Ու այս թեման արդեն Հայաստանի Հանրապետության մասին է։ Ու դրանից հետո մի քիչ կոպիտ ասած ոտը կախակցում, տեսնում եմ Հայաստանում ոչ մեկ ռեակցիա չի տալիս, իշխանություններ եւ այլն բոլորը անտեսում են, չեն քննարկում։ Ասում հոյակ կապա, ոչ մի միջազգային ինձ բան չասեց, ոչ մի Հայաստանի իշխանության ներկայացուցիչ չասեց, ինչ պիտի անի հաջորդիվ, մտցնի դպրոցական դասագրքեր։ Ու ես մի հսկայական հետազոտություն եմ արել, կարող եմ տալ միգուցե մեր հաղորդման հղումներում էլ տեղադրեք, ում հետաքրքիր է թող կարդան, ուսումնասիրել եմ 20 թվականից հետո, հատկապես 23 եւ 24 թվականի Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում դասագրքերի փոփոխությունները, պատմության դասագրքի փոփոխությունը, որտեղ ամբողջությամբ վերաձևակերպվել է պատմությունը ու ոչ միայն Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, այլ Հայաստանի Հանրապետության առնչությամբ։ Հիմա պատկերացրեք 5-րդ դասարանի ադրբեջանցի երեխան զուգահեռ հարևան իրականության մեջ 5-րդ դասանում առաջին անգամ պատմություն անցնում, ինքը բացում է իր դասագրքով, այդ դասագրքում գրված է հայկական ԽՍՀ-ն ձևավորվել է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Հիմա եկեք դուք ինձ ասեք, որն է այստեղ ավելի իրականում լուրջ, այն որ մի ամբողջ պետություն լծվել է իր ռեսուրսներով, չակերտավոր ցույց տալու, որ Հայաստան իրենց պատմական հողն է, թե որ ինչ որ X թվով մարդկանց թեմա քննարկենք։ Իմ կարծիքով այդ երևույթը զավ թողականություն է։ Այդ երևույթը ինքնին զավ թողական պետական ծրագիր է, որին այդ գնահատականը չի տրվում։ Հիմա եթե թույլ տաք Բայց ով պետք է տա այդ գնահատականը։ Իշխանությունը միանշանակ իշխանությունները։ Եթե մեր հիմիկվա իշխանությունը Բա պետությունն է աշխատում, պետության դեմ մենակ պետություն կարա իր ռեսուրսով պայքարի։ Փորձագետները պայքարում են, ես բավականին շատ ունեմ ձեր ոլորտից ծանոթներ, չնայած դուք քիչ եք ես կասեի շատ քիչ եք ու դա շատ վատ է, բայց դուք պայքարում եք ամեն օրվա ռեժիմով։ Ես հիշում եմ այն Azeri Child Project-ը, ես լիքը հետազոտություններ եք անում, բայց ասողին լսող է պետք։ Միանշանակ։ Պետության մակարդակով ով պետք է օժանդակի
եւ ով պետք է իրականում, քանի որ ինձ թվում է դա պետական անվտանգության խնդիր է։ Միանշանակ։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ, որպեսզի տենց ուղղակի որ ասում օթոտ չխոսանք, որ փաստերով ասեմ ինչ կարելի էր անել այդ հայեցակարգը շրջանառության մեջ դնելուց հետո։ Տեսեք, օգոստոսի 8-ին հանդիպեցին, տենց նշեցին Օվալաձև սրահում եւ այլն։ Դրանից հետո Ալիևը դուրս եկավ, հարցազրույց է տալիս ու ասում է պարտավորվեց հենց Թրամփի մոտ սահմանադրությունը կփոխի, օրինակ եմ ասում։ Այսինքն ինքը միջազգային օրակարգի մաս է դարձել, Հայաստանի ներքին գործերին միջամտել ու սահմանադրություն փոխել իր պահանջով։ Մինչդեռ Ալիևը պետական մակարդակով զավթողական ծրագիր է առաջ մղում ու ոչ մի հայ պաշտոնյա որևէ միջազգային հանդիպման ժամանակ չի ասում, «Էս ինչ ես անում»։ Էլի խաղաղություն, բայց դու ես ինչ ես անում։ Դու ոնց կարաս հստակ ռեժիմով, տեսեք, ես հաշվարկել եմ 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2026 թվականից մայիսի 15-ը ամենօրյա մոնիթորինգ եմ արել Ադրբեջանի պետական լրատվամիջոցը, որը Ազերթագ է կոչվում, Ազերթագ-ազ։ Դրա ադրբեջանալեզու հատվածը, անգլերեն ու ռուսերեն նյութերը ավելի սահմանափակ են, որտեղ 207 հրապարակում է հայտնվել պետական լրատվամիջոցում, որտեղ Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Ընդ որում մի բան, որը ոչ պատմության, ոչ քարտեզի, ոչ միտեղ գոյություն չունի այդ բանը, որևէ բանի հետ չես կարող համեմատես։ Ու այդ իրականության մեջ իշխանությունները դա փորձում են որ ծածկադմփոց անեն, անհարկի համեմատություններ են անցկացնում պատմականորեն ու աշխարհագրորեն գոյություն ունեցող Արևմտյան Հայաստանի հետ ընդհանուր մինչև երբ որ դու որևէ լեգիտիմություն, որևէ հենք չունեցող հարցը հավասարության մեջ ես դնում մի հարցի հետ, որ ունի պատմականություն եւ պատմական հենք, դու կշիռ ես տալիս ես մեկին։ Իսկ միգուցե դա մտածված է արվում։ Ես արդեն ոչինչ չեմ կարող բացառել իրենց բարակայում, բայց ես մի հատ կարճ կուզեմ այդ ձեր հարցին անդրադառնամ 300,000 թվին, որտեղ իշխանական այդ փորձագիտական շրջանակները ասում են դե այդքան ադրբեջանցի չկա, որ գնա Արցախում ապրի եւ այլն, ասեն։ Իրականում այդ առումով, այդ թվականակի առումով, այդ թվականակը նախ Ալիևի ու իր շրջանակներն են մցրաշրջանառության մեջ, Ալիև ավելի մեծ թվեր է ասում, ինքը ասում է միլիոններով են ապրել։ Ես իմ կողմից կհորդորեմ բոլոր ընդդիմադիր եւ հանրային շրջանակներին երբեք չկիրառել ադրբեջանցիների վերադարձ տերմինը։ Դա սկզբունքորեն սխալ է։ Այստեղ ոչ մի 100,000-ավոր ադրբեջանցի չի ապրել, որ մետը վերադառնա կամ չվերադառնա։ Ես օրինակ ասում եմ, որ մի քանի տասնյակ կամ ընդհանուր մինչև մի քանի 100 ադրբեջանցի հատուկ պատրաստված ջոկատայինների մուտքը, օրինակ եկեք իրավիճակ, պատկերացնենք, ասում են եկեք գալիս ենք մեր գերեզմանները տեսնենք, մենք մեր պատմական հողերն են, մեր գերեզմաններն են, խաղաղության դարաշրջանա։ Գալիս մտնում են Հայաստան, ինչ որ խժդժություններ, բախումներ, ու ոստիկանության միջամտությունը Հայաստանի համապատասխան մարմինների բերում են, որ լավ ասում եմ քաղաքացիներին սպանում են այնտեղ, ես պիտի զորք մտցնեմ։ Այս շատ ավելի իրատեսական սցենար է, քան իրանք ինչ որ sense 300,000։ Իսկ իրանք չսովորացնենք ոնց պետք է։ Ես գիտեմ, որ իրանք դա անելու են, գիտեք որտեղից գիտեմ, հենց իրանք հրապարակած նյութերից։ Երբ որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրանք նամակներ էին ուղղել ՄԱԿ-ին, իրանք հատուկ ներկայացուցիչ, այնտեղ նշած էր, ասում էր մենք պիտի գնանք, մենք պիտի զորք ունենանք, մենք պիտի պաշտպանություն ունենանք այնտեղ։ Ես այդ չեմ ասում, որտեղ մտածել եմ դրա շուրջ, ես ասում եմ, որտեղ ես կարդում եմ բաց աղբյուրների, իսկ բաց աղբյուրներում տենց կանխատեսելի հակառակորդ ինձ թվում է ուրիշ ոչ մի չունի։ Դե ֆակտո կառավարությունը ասում է, որ մի հրահարեք, եկեք հանենք Արարատը մեր զինանշանից, եկեք ընդհանրապես Արցախ բառը չօգտագործենք, եկեք տես չանենք, որ այս փխրուն խաղաղությունը, որը պետք է պաշտպանել, չկա խաղաղություն, չկա խաղաղության պայմանագիր, կա ագրեսոր ու ունենք անընդհատ ռազմական ռետորիկայով լցված, այս վերջերս ունեցել են իրանք համագումար, չէ, այս Նախճեվանում։ Չէ, ունենալու են հունիսի 8-ից 9-ից հետո ընտրություններից հետո ուզում են տեսնեն թե ոնց է վերջանում, նոր համագումար անեն, բայց օֆիցիալ PR-ը արվում ու մեծ կամպեյն է տարածվում, գումար են ծախսում դրա վրա ու պատվիրակներ են տարբեր աշխարհի ծերերից։ Հիմա հարցս ինչումն է, եթե մենք ունենք տենց տկար կառավարություն, որը կուր կամակատարա Ադրբեջանի ղեկավարությանը, ապա ինչ կարող է անի ազգաբնակչությունը, լավ, ընդդիմությունը մի կողմ դնենք, արդեն խորհուրդ տվեցինք չասել վերադարձնել, ազգաբնակչությունը ինչ կարող է անի, որ չբախվի այդ խնդրի հետ, այդ այնց ճակատար ճակատ։ Հունիսի 7-ին գնա ընտրության։
եթե կարճ ասեմ, առաջիկա անելիքը հունիսի 7-ին գնա ընտրության ու եթե հնարավորության դեպքում ընտրի անցողիկ հնարավորություն ունեցող որևէ քաղաքական ուժի թույլ չտա իշխող ուժին վերարտադրվել։ Բարձ հաշվարկները ցույց են տալիս, որ ճիշտ է ասում են, վայ, ընտրություններ կեղծել եւ այլն, բնականաբար այդ ամեն ինչը լինելու է, ամեն ինչ սпасելի է գործող իշխանությունից, բայց միևնույն ժամանակ եթե մեծ քանակի մարդ գնաց ընտրության, եթե ընտրելու իրավունք ունեցող 70-80% գնաց ընտրության, դեռ արդեն ընտրակեղծի կանելն էլ է բարդանում։ Եթե օրինակ պայմանական ասած 1 միլիոն մարդ գիտի, որ ինքը չի քվեարկել իշխող ուժի օգտին, այդ 1.200.000-ը պոտենցիալ դուրս կգա փողոց, չէ՞, եթե տեսնի, որ իր ձայնը կեղծվել է։ Այսինքն այդ ամբողջ ակտիվ մասնակցայինությունը նաև բերում է նրան, որ իշխանության տակից դեռև հողը գնում է։ Ի վերջո պետք է ընդունել, որ 2021-ին տարբեր ձևերով իրենք մնացին իշխանության ու ոչ մեկ հարցականի տակ չդրեց այդ ընտրությունները, այսինքն չասես, չէ, դուք պարտվել եք, բայց դուք չէ, չարեց դա, որովհետև բազմաթիվ մարդիկ տարբեր գործոններով պայմանավորված իրոք գնացել ու քվեարկել էին իրանց օգտին։ Հիմա այդ մարդիկ շատերը դրանցից առնվազն ինչ որ բան հասկացան, մի մասակա ոչ մի բան չի ուզում հասկանալ, մի խոսքով չեմ ուզում պիտակավորումներ տամ, բայց չի ուզում չեն ուզում այդ մարդիկ շահով է դա պայմանավորված, քարոզչությամբ է պայմանավորված, իրանք նույնիսկ չեն նկատում, վախով է պայմանավորված, իրանք նույնիսկ չեն նկատում, որ իշխանություններին պաշտպանելիս կիրառում են տիպիկ ադրբեջանական թեզեր, Արցախի թեմայով, Հայաստանի թեմայով, պատերազմի թեմայով, չեն նկատում դա, որ իրանց ուղեղներում ադրբեջանական չակերտավոր ճշմարտություններ են իշխում։ Եթե նույնիսկ մարդ կար, որը 2018 թվականին կարող էր սատարել ոչ թե իշխանափոխությունը, այլ այդ ուժին, հա, իշխանափոխությունը սատարում էին համարյա բնակչության 90%-ը, քանի որ այդ տարբեր պատճառներ, լճացում եւ այլն, բայց այդ ուժին, ապա 2020 թվականից շատերը նույնիսկ այդ ուժի մեջի որ մաս կազմող դուրս են եկել, ոնց որ աչքերը բացվել են կամ չգիտեմ ինչ, շատերը ձեզ են հիշացնում, որ դուք եղել եք թիմի անդամ ու բավականին ակտիվ եք եւ այդպես մեդիա անձնավորություն եք։ Կբացատրեք մեզ ինչ կատարվեց, ինչի դուք դուրս եկաք եւ այդպես կտրուկ ընդդիմադիր դիրքերում դիրքավորվեցիք։ Շնորհակալ եմ հարցի համար, եթե որովհետև տևական ժամանակ է անցել, ես որոշ առումներով անդրադարձել եմ, բայց եթե անկեղծ ասեմ, միշտ մտածել եմ, որ այն գործը, որ անում եմ, ավելի կարևոր է, քան իմ անձի հետ կապված որ պատմություն պատմելը, բայց ամեն դեպքում համառոտ կուզեմ ներկայացնել, որովհետև երևի դա էլ է այդ գործին այդ նշանակությունը տալիս։ Այո, 2018, այսինքն ինչպես դուք եք ասում, այդ նախկին համակարգը, որ կար լրիվ խնդիրներով, արդեն չէր համապատասխանում իրողություններին ու այդ ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանը իր թիմը երիտասարդությունը, որ այն ժամանակ կար, ես այն ժամանակ 28-29 տարեկան էի, եկավ այդ ֆոնը ու ես առաջարկը ստացել եմ այն բնույթի, որ ես այն մարդն եմ, որ զբաղվում եմ Ադրբեջանով, իրանց պետք է մասնագետ ու եթե մարդիկ հետևած լինեն իմ այն ժամանակվա ելույթներին, ես ԵԽԽՎ պատվիրակության անդամ էի նաև, ամբողջ ելույթների 90% ու ավելը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին էր, բայց արդեն 2019 ավելի շատ կովիդից ու դրան հաջորդող շրջանում բնականաբար գիտեք այդ թիմում պետք է անկեղծ ասեմ շատ տարբեր մարդիկ էին հավաքվել, շատ, այսինքն մենք թիմի ներսում ունենք իրար հակընդդեմ հայացքներ բազմաթիվ հարցերի մասին եւ ինչ որ հատված կար, որ մտածում էր այն հատվածն է պատահական եկել, ինչ որ հատված մտածում էր այն հատվածն է պատահական եկել, վերջում իհարկե բարձրացած մենք էինք պատահական այն հատվածը, որ դուրս եկավ իր դասերը դաժան քաղաց 2020 թվականի մինչև պատերազմի այդ 44 օրվա ընթացքում ես կրկնեմ, որ Նիկոլ Փաշինյանը երբեք իր ֆրակցիայի հետ չի հանդիպել։ Պատերազմի հետ կապված որոշումները ինքը կարծում եմ գերազանցապես կայացրել է միանձնյա կամ մի փոքր խմբի հետ միասին։ Այդ մնացած 88 падգամավորները տեղյակ չէին, թե ինքը ինչի հիման վրա ինչ որոշումներ է կայացնելու։ Ես ինքս նաև այն ժամանակվա պատգամավորներից մեկի հետ մի քանի անգամ եղել եմ Արցախում, տեսել եմ իրավիճակի լրջությունը, հասկացել եմ, որ ամեն ինչ նույնպես չի ոնց որ մեզ ներկայացնում է։ Ես դե Ստեփանակերտում հանդիպել եմ, մենք Պերեսմենքի էինք եկել, դիրքերից իջել ենք։ Հա, երևի հոկտեմբեր ամիսն է եղել, որտեղ հետո գնացինք Շուշի ու ցավոք այդ զգացողություններ, որ կարող է Շուշին չկարողանամ տեսնել։ Ու այդ ժամանակ իմ մոտ արդեն ակնհայտ էր, որ այդ խնդիրը կա, ու այդ խնդիրը ու արդեն նոյեմբերի 9-ի որոշումից հետո, երբ որ ինքը մի քանի օր հետո, կարծեմ 2-3 օր հետո
հանդիպեց կառավարական դաշայում առաջին անգամ ֆրակցիայի հետ, ես այն պատգամներից եմ եղել, որ խստորեն քննադատել եմ այդ ամբողջ տրամաբանությունը որոշումների կայացման, նախորդող որոշումների 44 օրայի ընթացքում կայացած որոշումների ու իրեն մի բան եմ ասել եմ ես այդ որոշումների հետ ոչ մի կապ չեմ ունեցել, այսինքն դու ինձ երբեք կարծիք չես հարցրել, բայց ես քո հետ միասին ու իրոք այդպես եմ ասել, պատրաստ եմ հավերժ հեռանալ քաղաքական դաշտից ամբողջ թիմով, որովհետև մենք տապալել ենք հայ ժողովրդի համար ամենակարևոր հարցը։ Ու այդ քաղաքական ուժը ոչ մի բարոյական իրավունք չունի մնալ իշխանության, անկախ նրանից նախկինները ինչ էին արել, կիսատ էին արել, ինքը բարոյական իրավունք չունի։ Բնականաբար դա ոչ մեկին գրեթե դուր չեկավ այդ թիմը, որտեվ իրանք այտենց պաշտոն էին ստացել, կարևոր է ինչ Արցախի հարց։ Ու արդեն պարգևավճարը Մենակ պարգևավճարը չէր, գիտեք, երևի ինչ-որ բան կա իշխանության մեջ լավ, որը ես չհասկացա, որովհետև թքումուրը չի, երևի իրանց թվում է, որ իրանք սենց աշխարհի տերն են, իմ համար պաշտոն ունենալը բացառապես միջոց է պետությանը ծառայել, պետության, այսինքն եթե ես առանց պաշտոնի, շատերը չեն հավատում, բայց ես իմ ողջ հանրային գործունեությունը վարում եմ կամավոր սկզբունքով, ես երբեք ոչ մի բանի համար չեմ վճարվել, դրան զուգահեռ ունեմ իմ 2-3 պայմանագրային աշխատանքները, որը համատեղում եմ հանրային գործունեության հետ, որովհետև մտածում եմ, եթե ես այսքան գիտելիք ունեմ ու ես չխոսամ ու չբացատրեմ, ես հետո ումից ինչ եմ ուզելու իմ երկրի հետ կապված, այսինքն նաև իմ պարտավորությունն է որոշակիորեն այդ գիտելիքը կարողանալ մատուցել մարդկանց, բայց իմ համար արդեն դրան հաջորդող շրջանն է կարճ ուղղակի անդրադառնամ, իմ համար նաև խնդիր էր, որ ասում եմ, եթե մենք падգամավոր ենք այդ թիմից ու մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, եկեք փորձենք փոխենք ներսում, այսինքն ներսում այդ մարդու հրաժարականին հասնելու թեմաներ, այնտեղ նույնիսկ ստորագրահավաքներ եմ կազմակերպել, ինքը հոյակապ դրանից տեղյակ է, որովհետև որոշ ելույթներ էր ունեցել, շատ անախորժ, ասում եմ, այս ելույթների բարակամ չի կարես մարդը մնա իշխանության, տարբեր պատճառներով պայմանավորված։ Իսկ մինչև այդ ամբողջը, այդ վերելակային այտենց դիվանագիտությունը եւ չէր բանանում, կասկած չէր ներշնչում ձեզ մեջ, որ դուք մինչև այդ չգիտեիք, որ ինքը եկել է հանձնի Արցախ։ Չէ, ես ոնց ես դուք բան չեմ մտածել երբեք, այսինքն նույնիսկ ես ընդեղ ունեցել եմ մարդիկ, որոնց ճանաչել եմ շատ ավելի երկար ժամանակ, չեմ ուզում աններ տալ ու ես հանդիպել եմ իրանց ու ասել եմ դուք եք ճանաչում այդ մարդուն, ես 2008-ին եմ հետևել, ես ընդհանրապես դա քաղաքական process-ներում ակտիվ չեմ եղել, ես կոպիտ ասած Ադրբեջանը իմ գործը, բայց ես երբեք չեմ մտածել, որ ինքը եկել է դա անելու նպատակով, ուղղակի խոսակցությունները այնքան շատ էին դրա մասին, որ արդեն ես էլ ասում եմ, գուցե ինչ որ բան չեմ հասկանում, ես այդ մարդկանց ասել եմ, դուք եթե ճանաչում եք, գիտեք, կոպիտ ասած ինձ ասեք, ես չեմ ուզում մտնել։ Իրանք ձեզ խաբեցին։ Ու իրանք ասում ինչ ես խոսում, դու ինչ կար, դու մտածում ես մենք, ու հիմա այսօր այդ մարդիկ զբաղեցնելով շատ բարձր պաշտոններն են, տեքստեր են արտաբերում, որ ուղղակի որ ասում ականջներից ծուխ է դուրս գալիս, բայց ես ինձ խոստացել եմ էլ ոչ մի բանից չզարմանալ։ Եկեք չզարմանալու թեման շարունակենք, օրերս ժամանակին առողջապահության նախարարության աթոռը զբաղեցնող անձը հիմա զբաղեցնում է սոցիալական հարցերի նախարարության նախարարի աթոռը արտասանեց քաղաքացիների հանդիպման ժամանակ, որ դա ակնհայտ սուտ է, ոչ գետ մեկ ադրբեջանցի չի վերադառնա Հայաստան, քանի որ դա սուտ է ու դա օգտագործվում է մեր քաղաքական օպոնենտների կողմից, բայց նույն անձը ելույթ ունենալով ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց դրա մասին, որ Հայաստանը պետքա հանդարտվի այն մտքի հետ, որ մեզ պետքա էմիգրացիոն ռեսուրսներ եւ մենք պետքա ընդունենք այն մարդկանց, տանք իրենց քաղաքականություն, քաղաքացիություն եւ սովորենք հանդարտ ապրել իրենց հետ։ Գիտեք, իրենք մի հետաքրքիր քաղաքականությունն են, իրանք կոպիտ ասած միշտ էփում են հանրությանը։ Այսինքն ոչ մի բան, ասած միանգամից չի կատարվում, նես չի մի օրում կատարվեց։ Ես ես վերջերս իմ սոցիալական ցանցում Facebook-ում տեղադրել էի, ասենք, չգիտեմ, 2020 թվականից հետո, պատերազմից հետո հատկապես, սկսած Շուշին դժբախտ-դժգույն քաղաք էր, վերջացրած այսօր, որ դու խիչ ես զոհվել, այ համբալի մեկ է եկել ինձ բան ես ասում։ Մենք ես դա բարոյազրկություն եմ համարում, այդ բառը վերցրել եմ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանից, որովհետև ինքը անբարոյականություն չի, անբարոյականության դեպքում դու գիտես բարոյականությունը, որն է դու ընտրում ես անբարոյականությունը։ Բարոյազրկության դեպքում դու առհասարակ մերժում ես բարոյականության գոյությունը։
եթե հասկանալի եղավ իմաստ։ Այսինքն դու նույնիսկ չես ասում սա սևա, սա սպիտակ, ես ընտրում եմ սպիտակ, օրինակ, չէ։ Դու մերժում ես առհասարակ սպիտակի գոյությունը, որովհետև գալ տունը տեղը քո որոշումների հետևանքով կորսրած Արցախցուն, ով ուզում է լինի կապ չունի, բացարձակ ով է այդ մարդը ասել, դու ինչի չես զոհվել, մենք պիտի քննենք դեռ դա, չգիտեմ, այդ ինչ մակարդակի բարոյազոր պիտի լինես։ Ես վերագրեցի այդ հարցը, որտեվ ես էլ եմ պատերազմի մասնակից ու լավ եմ արել չեմ զոհվել։ Չեմ զոհվել դրա համար, որ իրանց հիմա անհարմարանք պատճառեմ ու այդ առումով իրանք բնականաբար մեզ էփում են, իրանք մեզ այս տարիների ընթացքում հենց բաներ են ասել ու հենց բաներ են մարսել։ Ու ես դες մի բան ասեմ, քանի որ դուք հարցրեցիք այն ժամանակ, որ ես падգամավոր եմ, այդ դեպքը կյանքում չեմ մոռանա։ Կհիշեք 2020 թվականի սկզբներն էր կարծեմ, թե պատերազմից հետո էր մի անգամ երթ արեցին դեպի Եռաբլուր։ Կարող է հիշեք պատերազմից հետո էր։ Պատերազմից հետո հա, մեծ ինչ որ երթ արեցին։ Ես չեմ գնացել այդ երթին, ես չեմ մասնակցել, ես դեմ էի դրան, բայց այդ երթից հետո իրանք հետ եկան, ի վերջո դա հռչակել էին սքո երթ, չէ՞, որ գնում ենք, սքում ենք։ Նախընտրական երթ էր իրականում։ Հա։ Ու իմ համար դա աբսուրդ էր։ Գիտեք, ասենք քաղաքականության մեջ ես հասկանում եմ, շատ բան նորմալ չի աշխատում, բայց կան բաներ, որոնք չես կարող անցնես դրանց վրայով, էլի, ու հետ գալ այդ երթից ու ուրախանալ, որ այդքան մարդ քո հետևից քայլել է, ասենք մեծ ձերբակալել են։ Կապ չունի, ասենք, ժամանակ, որ մենք փորձեցինք խանգարել։ 20 հոգի, 50 հոգի, 100 հոգի, կապ չունի։ Դու չես կարող ուրախանալ քո երթից։ Դու վարտկային առումով չես կարող ուրախանալ քո երթից։ Նախագահ, որ գաղի կողքը նկարվում սելֆի է անում, հետո տեսեք, առաջին անգամ եմ հիշում, եթե կարող ասում եմ, ես շատ քաղաքական մարդ չեմ եղել, էլի մինչև այս վերջին մի 6-7 տարին, բայց ես առաջին անգամ հիշում, որ քարոզարշավի ժամանակ մարդ սպանվի փաստացի, այսինքն մահանա, պաստառ պոկելու համար մարդուն հասցնել ինքնասպանության, որովհետև ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, որ ձեռք է բերել Արցախի պատերազմի հետևանքով։ Մենք նենց իրականություն, նենց է փոխվում այդ կներեք գրողի տարած լրահոսը իր շատ վատ կոնտենտով, որ մենք չենք էլ հասցնում դա մարսենք։ Ու հիմա իրանք քրոնիկ ստախոսներ են։ Իրանք նույնիսկ կարան կանգնեն, երթվեն, ասեն, չգիտեմ, մամայի Սարև, պապայի Սարև ոչ մի ադրբեջանցի չի գալու, 5 րոպեից իրանք 10 ադրբեջանցու ձեռ բռնած բերեն, ասեն մեր ախպերներն են։ Ու իրանք ոչինչ չի խանգարում, որովհետև չունեն իրանք այդ սահմանները, չունեն այդ սահմանումներ, որ ես մարդու կողքը նստել եմ, իր աչքերի մեջ նայել եմ, իր այդ հաց եմ կերել, ես բանը չպիտի անեմ իր հանդեպ։ Իրանք իրար էլ կխժռեն այդ ճանապարհին, բացարձակ առանց մտածելու, առանց հետ նայելու, առանց իրար խնայելու։ Նիկոլ Փաշինյանից յուրաքանչյուրին է, որ հանգիստ կարափուրը տա, առանց աշկ թարթելու իր քաղաքական նպատակները, որոնք են։ Օրինակ, այդ հետաքրքիր հաղորդում էի լսում գործընկերներից մեկը Արային դաշտի, ասում էր իրականում Նիկոլի շարժարդը հենց իշխանություն, այսինքն փողը չի մենակ, որ ասես ասես փողա, չէ, ինքը հենց իշխանությունն է սիրում։ Ինքը հենց այդ ուզում պահի, իրան դա է, իր որ ասում են driving force-ը հենց իշխանություն պահելն է։ Դրա համար տենց դաշտում մեկ-մեկ ասում են, չէ՞, ասում են Իրանից շատ ոչ մեկը որ իշխանություն չի սիրում, որովհետև եթե դու գիտակցում ես դրա հետ եկող պատասխանատվությունը ու դու քո քաղաքականությունը կառուցելու ես ըստ Հայաստանի Հանրապետության պետական շահի, քեզ շատ ծանր փորձություններ են սպասում, շատ, ինքը շատ բարդ փորձություն է, թե մարդու համար, թե թիմի համար, այդ ամեն ինչի միջով անցնելը, բայց եթե քո ամբողջ նպատակը ուղղակի կոպիտ ասած կատվի 7 կյանքով սենց անդադ կենթանի մնալն է, դա արդեն ուրիշ լեվելի փորձություն է։ Միգուցե վախն է, վախը այդ ամենաթողության զգացմունքը։ Օրինակ հարց տամ ձեզ, դուք ավելի երկար եք հետևել նաև իրան քաղաքականության, ձեր կարծիքով եթե ինչ-որ մեկը կանգնի ասի ես քեզ երաշխավորում եմ ցմահ, հավերժ խաղաղ կյանք ինքը կթողի կգնա։ Եթե վախով ինքը չէ, կինը կգնա, ինքը չէ։ Հա, այսինքն այդ չէ իր բանը ուրեմն։ Այսինքն եթե տենց մտածենք, ասենք եկեք բոլորով հավաքվենք, ասենք քեզ չենք կպնի, չենք դատի, ոչ մի բան, ուղղակի թող գնա մի վերջնական մի խորտակի երկիր։ Հավատա, որովհետև ինքը դե մարդը որովհետև ինքը գիտի, որ ինքը քրոնիկ ստախոս է, ու մյուսների բանն էլ չի հավատա։ Եվ այդ WhatsApp-ային գործից հանելը եւ ամբողջը հենց դրա վկայությունն է, մարդը այդքան է վախենում եւ վախով շարժվում, որ ամբողջ իր շրջապատը պետքա վախեցած լինի։ Ինչ այլոց դες ասեմ,
Ինձ համար 21 թվականի ընտրությունները ջրբաժան էին բոլոր առումներով, որովհետև եթե նույնիսկ այդ թիմում գալիս ինձ ասում էին, դե լավ մի բան վերցնես, անես բան, դու չէիր կարող լինեիր այդ թիմում, դու չէիր կարող դրանից հետո իր փոփոխությունը չզգայր, ինքը փոխվել էր ամբողջությամբ։ Մինչև այդ ինքը երբեք Արցախի մասին նենց բան չի ասել որևէ ֆրակցիոնիստում, որ ինձ մոտ մի գրամ հարց առաջանա։ Ճիշտ է, արել է պոպուլիստական հայտարարություններ, օրինակ նույն Արցախ-Հայաստանը եւ վերջ։ Ես դրա հետ կապված նույնիսկ հատուկ զեկույց էի պատրաստել ադրբեջանական մեդիայի վրա, որը դա շատ բացասական է անցալվում, լարում է մտցնում, բայց քանի որ այնտեղ կային իմ կարծիքով ինձանից շատ ավելի փորձառու նախարարներ եւ այլն, ես մտածում եմ, որ հաշվարկ կա ինչ որ միշտ այդ զգացողությունը կա, հատկապես երբ դու երիտասարդ ես, որ ինչ որ բան գիտեմ, որ դու չգիտես։ Այսինքն դու նայում ես բաց աղբյուրների հիման վրա, ասում ես մի բան չի, մտածում ես երևի փակ ինչ որ բան գիտեմ, որ դու չգիտես։ Բարձում է ինչ որ բան չի, ու դրա համար եմ ես հիմա շատ ավելի համարձակ եմ վերլուծությունում, շատ ավելի հստակ ասում, որ ժողովուրդ ջան, այս ադրբեջանական կողմը անսահման ագահ է, ու երբ որ իրանք մեր ճակատին մի բան են ասում, եկեք վերջապես որ ասում ծուռը նստենք, ուղիղ հասկանանք մեր ճակատին ասածը, ոչ թե սպասենք, որ այդ ասածը անեն, այլ երբ որ ասում են, դրա կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Կոպիտ ասած, ոնց որ X մարդը Y մարդուն ամեն օր ռեժիմով ասի գալու եմ քեզ սպանեմ, այլ 1 լսի, 2 լսի, 3 լսի, այսինքն ոչ մի բան չանի, ոչ գնա պարապի, ոչ ոստիկանություն դիմի, ոչ զենք հար, ոչ մի բան չանի, դու մի օր գա սպանեց, ախպեր, բայց ասում էր, չէ։ Ու պրճում ակնհայտ էր ասում։ Գալի ամեն օր ճակատիդ կանգնում ասում էր։ Ասում ես չէ, դե լավ, խոսում է էլի բան։ Լավ, իսկ խոսացինք եկանք այդ եզրակացության, որ մենք ունենք մեկ մեթոդ, հա, մեզ փրկելու հլը, որ առաջի փուլում ընտրությունները, որոնց պետք է գնանք մերժենք այդ Ալիևի կամակատարներին։ Ալիևի տեխնացուին ես կասեի։ Ես համարում եմ, որ ինքը Իլհամ Ալիևի տեխնացուն է այս ընտրություններում ու երբեք Ադրբեջանը որևէ ընտրություններում Հայաստանի պատմության մեջ նույնիսկ 21 թվին դրան նախորդող այս դերակատարումը չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը մեզ սպառնում Ալիևով, Ալիևը փաստացի նաև տարբեր մեթոդներով աջակցում է Ալիևին հարող ուժերը դեպուտատները նույնիսկ նույն ձևով սպառնում են մեզ, այսինքն այդ պատերազմի մշտական սպառնալիքը հստակ օգտագործվում է հայ հանրության դեմ հոգեբանական պատերազմ մղելու համար։ Ու դրանով Ադրբեջանը դառնում է գործոն մեր ընտրություններում։ Եվ ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան, որը Էրդողանի ուղիղ խոսքով եւ իրանց արտաքին գործերի նախարարի ուղիղ խոսքով ոնց որ ուլտիմատումների լեզուները։ Հա, ուղղակի Թուրքիան, ասենք, լայնամասշտաբ խնդիրներ ունի, ասենք 257 խնդրից մեկը դու ես, բայց Ադրբեջանի համար դու թիվ 1 խնդիրն ես, ոնց որ համամասնությունը այդ է տարբերությունը, որ իրանք 1-2 կասեն, բայց տենց կոպիտ ասած այդ կարգի չեն։ Եվ եզրափակելով ուզում եմ հարցնեմ, այն թեզը, որոնք այս տենց կոչված պատերազմ բերած կուսակցության ներկայացուցիչները արտասանում են եւ նույնիսկ պլակատներ են գրում, որ եթե Նիկոլ Փաշինյանը չի լինի վարչապետ, ապա չի լինի Հայաստան։ Բայց երբեք չեն ասում, որ Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, ինչ կլինի Հայաստանի հետ, որ ասում է Ադնամալինկը դիտալ, գոնե հրապարակային եղած իրավիճակից դատելով, հայտարարություններից դատելով, ինչա տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության հետ, փաստացի իրանց ծրագրում էր գրել են շարունակվելու պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հայկական ինքնության կարևոր հենասյուներից է, փորձը արվելու փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ հետ քաշել Հայաստան Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը, անկախության հռչակագիր այդ պետության տակից եւ դա անելու Ադրբեջանը, ոնց որում նրանց հետո երբեք թուղթ չի ստորագրելու, դա ուղղակի հայ ժողովրդին, ասած մասսայաբար ստորացնելու կնայեք բարձրամար ֆանտաստիկ ծրագիր է, որ Ալիևը մշակել է եւ դա արվելու է պատերազմի սպառնալիքի ներքո, սա հաստատ շարունակվելու է պայքարը եւ արժեզրկումը հայ զինվորի, այսինքն բոլորդ փախածներ եք, դասալիկներ եք, հայ զինվորը այսօր կարգվել է որպես պատերազմի պարտության ու ձախողման թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն։ Այն զինվորը, որ իր ամենաթանկը իր կյանքը դրել է այդ երկրի համար։ Իրան ոչ միայն չեն ասում շնորհակալություն, այլ իր ծնողին վրա այսօր գոռում են։ Իր ծնողին անպատվում են, իր մոր թևից քաշքշում են, նվաստացնում են, այսինքն իսկ կներեք, Աստված մի հարասեք, եթե իրոք լինի էսկալացիա ռազմական գործողություն, այդ զինվորը ինչի պետք է, այսինքն ինչն է այդ իր
դրթիչ ուժը, եթե իր պետությունը այդպես է վերաբերվում իր զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինագիծներին կամ նրանց հարազատներին։ Այդ վերաբերմունքն է ամենակարևորը։ Եվ մի բան էլ էս վերջերս հիշեցի, որ ասացի, տեսեք 22 թվականին իսկ Արցախից էս կողմ ջերմուկի հարձակման ժամանակ հիշում եք, որ եղավ տենց շատ դաժան դեպք կին հայ զինծառայողի անդամահատումը եւ այլն, ու միշտ ասում եմ մենակ ինչ որ իրանք դաժանություն են անում, իրանք դա նկարում են, որովհետեւ իրանք գիտեն, որ իրանք դրա համար պարգևատրվելու են ու չեն պատժվելու։ Ի վերջո սովորաբար պատերազմական հանցագործությունները չեն նկարում, ուղղակի անում են դաժանությունը թողում գնում, բայց իրանք հատուկ նկարում ու հրապարակում են դա, որովհետեւ գիտեն, որ իրանք մենակ շահելու են դրանից ու չեն կորցնելու։ Ու երբ որ կարծեմ Civilnet-ի լրագրողներ Փաշինյանին ասաց միջազգային առումով, ասաց չէ։ Այսինքն հետամուտ չեմ լինելու կին հայ զինծառայողին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում անդամահատած ադրբեջանցի հանցագործ բռնելուն, որ հանկարծ չհրահրեն։ Դե այդ չհրահրելով էլ իրականում ամենաշատն է հրահրում։ Այդ չհրահրելու միջոցով, իրան բացարձակ որևէ ձևով չզսպելու միջոցով դու իրան դարձնում ես անկանխատեսելի ու վտանգավոր գազան, որը մտածում է, որ կարելի է քո հետ անել ամեն ինչ ու մնալ անպատիժ, քո դեմ սանձազերծել պատերազմ, դրանից հետո քեզ ենթարկել բլոկադայի, էթնիկ զտման ու բռնետեղահանման, կատարել բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, գնդակահարել քո գերիներին ու դա նկարել վիդեոներով, անդամահատել կին հայ զինծառայողին ու դա նկարել վիդեոներով, բանից Բուդապեշտում Գուրգեն Մարկանի սպանությունից 21-22 տարի հետո մի հատ էլ պարգևատրել Ռամիլ Սաֆարովին, դա ֆանտաստիկ բան է, 21 տարի անց է, ինքը էլի 21 ճիշտ եմ ասում 2006 թվին է եղել, հա 20 տարի, անցած տարվա նոյեմբերին է պարգևատրել։ Իսկ 19 տարի հետո ինքը նորից պարգևատրում է նրան ու փող է տվել այդ սպանության համար։ Բնակարան, կոչում, հերոսություն, կոչում, այո։ Ու դրանից հետո էլ կգամ քո տարածքը կասեմ իմ պատմական հողն է, մի հատ է սերունդ կկրթեմ դրանով։ Ու դու կկանգնես իմ համար դափրիներ կապահովես խաղաղության։ Դրանից ավելի վտանգավոր ձև Ալիևին անպատիժ դարձնելու որը կարա լինի, եթե ոչ հենց դա։ Շատ դաժան է։ Տաթև ջան, ուրեմն ես եզրափակելով փորձեմ ոնց որ այտենց ասենք, իմի գանք ու հասկանանք, որ եթե մեր դե ֆակտո կառավարության գլխի ուժը պատում է մենակ ընդդիմադիր հայերի վրա, ուրեմն պետքա փոխել այդ կառավարության գլխին, որ իր ուժը պատի հայերին պաշտպանելու։ Գիտեք մի հատ մի քիչ հումորային համեմատություն անեմ, մոտավորապես ոնց որ այն վարորդներից լինեն, որ ասենց 100-ի վրա քշում են լույսեր են վառում բան, ասենք Երևանի փողոցներում, հենց գալիս են արագաչափին 30 են իջացնում։ Հիմա սրանք են բոլոր ընդդիմադիրներից 100-ի վրա կտամ, կսպանեմ, կզղկեմ, հենց գալիս հասնում են Ալիևի տանը, ասենց իջացնում, խալաստոյի վրա գցում գնում են։ Տենց ես դեմ եմ, որ իրանք ինչ-որ վտանգավոր տեքստեր արտաբերել են մի անգամ շատ վատ ավարտվել։ Ես դրան մասին չեմ խոսում։ Միշտ քաղաքականության մեջ պիտի լինի հաշվարկ։ Օրինակ իմ խնդրեմը այն չի, որ ինքը ամեն օր կանգնի Ալիևին բան ասի։ Իմ խնդրեմը այն է, որ ինքը Ադրբեջանի զավթողական ծրագիրը դարձնի միջազգային օրակարգի մաս ու օգնի մեզ զսպել դա, որ այդ ծրագիրը հետո չգա ու նորից ջարդվի հայ զինվորի գլխին։ Հասկանում եք, եթե մենք 20 թվից 20 տարի առաջ դնենք մտածենք, որ այդ օրը գալու է, ու ասենց ընդհանուր բոլոր ռեսուրսներով ես 1-2 հոգու մասին չեմ խոսում, ասենք չէ, մենք այդ պատերազմը թույլ չենք տալու, մենք այդ պատերազմը քո համար դարձնելու ենք ահավոր թանկ բան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պատերազմը Ալիևի համար դարձել շատ էժան։ Եվ 20 թվին էլ էր սարքել։ Եվ փաստացի, հա, այսինքն հիմա ես որ հետադարձ նայում եմ, դες չեմ ուզում դավադրապաշտության մեջ մտնալ, այդ փաստը չունեմ, բայց ասենք այն ինչ արվում է, արդեն չեմ կարում մտածեմ, որ դա կարա լինի զուտ հախուռն տգիտություն, որովհետև չի կարա անընդհատ, դե եթե տգետ ես, ասենք ու դու հասկանում ես, որ քո տգիտության պատճառով այդքան կյանքեր են փլուզվում, կարաս ասես Ժորժ ջան, ես ոնց որ մի տեսակ կներեք դեբիլ եմ, եկեք ես գնամ, այսքան վարի չտանք մարդկանց։ Ինքը չի կարա։ Հա, բայց եթե դու, այսինքն դու եթե դու ոնց կարաս դիտավորյալ ասես տեքստեր, որոնք Ալիևի ձեռքին գործիք են դառնում։ Դու ոնց կարաս Արցախում էթնիկ զտման օրը, հենց մակինիստից առաջ ասես այնտեղ քաղաքացիական բնակչության ոչինչ չի սպառնում ու Ադրբեջանի ներկայացուցիչը դա վերցնի դնի քո արտգործնախարարի դիմացը։ Քեզնով պատասխանի քո արտգործնախարարին։
Երբ որ կոմոդ արդեն այդպես կալոնաները դուրս էին գալիս։ Հա, ու մի բան էլ ասեմ, որպեսզի մեզ լսողները տես չմտածեն, որ սա շատ վատ է ու ոչ մի լուծում չկա, իշխանության փոփոխության, խելացի ոնց որ կադրերով աշխատելու դեպքում, այս ամբողջը Ալիևին չանում է, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, կարելի է ուղղել իր դեմ։ Ալիևի բոլոր ծրագրերը կարելի է դարձնել հենց այդ պետության մեծագույն գլխացավանքը։ Նույն օրինակ միջազգային քրեական դատարան, երբ որ այս վերջերս նկատել եմ մենակ քաղաքական դաշտում Թաթուան Արմանի մոտ, որ ասենք բան ասում, դե գնանք քրեական դատարան, որովհետև հասկանում է այդ ոնց է աշխատում, էլի, կյանքում Ալիևը կգնա քրեական դատարան, կամ եթե Ալիևը մեր գերիների հետ կապված իրական նյութ ունենար, ինչ Բաքվի եսի միջ դատան կգներ, միջազգայիններով կպայթացներ, մեզ կսարքեր եսի միջ, բայց ասում է, չէ, հետ քաշեք այդ հայցերը, հետ քաշեք, որովհետև այդ հայցերը դու ունես, ինքը չունի։ Դու իրավունքի բանի դաշտում շատ զորեղ ես, բայց դու դա հատուկ սպանում ես, վրան կիսլատա ես լցնում, մի հատ էլ հող ես լցնում, որ այդ ֆոնին ինքը իր զավթողականությունը առաջ տան։ Եթե այդ ֆոնին ինքն էլ ասեր դե լավ, всё, անցանք, բրցանք, ոնց որ ինձ Արցախներ պետք է էլի միտեղ կասենք, դե հա, այս մարդուն է դեր պետք։ Չէ, ախպեր ինքը փակել է այդ թեման ու նորից գալիս է քո հետևից։ Ախորժակը բացվում է։ Հա։ Եկեք փակենք Ալիևի ախորժակը եւ նորից եկեք թույլ չտանք, որ Ալիևը լինի որոշող, ու որպեսզի նա չլինի որոշող, հունիսի 7-ին գնանք ընտրության։ Ու մենք որոշենք մեր եւ մեր երեխաների ապագան։